Իր ելույթի ընթացքում Լիլիթը կներկայացնի, թե ինչպես կարող է մարդու ներքին աճը, գիտելիքների և հմտությունների զարգացումը վերածվել ավելի լայն սոցիալական ազդեցության, նպաստելով համայնքային և հասարակական դրական փոփոխություններին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես Լիլիթն եմ, ողջույն, այսօր խոսելու եմ մեր 10 տարվա պատմության մասին, մի քիչ դժվար է 20 սլայդի մեջ տեղավորել։ Երիտասարդական պալատը իմ համար յուրահատուկ վայր է և ավելի շատ ուզում եմ կենտրոնանալ ոչ թե անձի ինքնազարգացման, այլ երիտասարդական պալատի բերած փոփոխությունների վրա։ Մենք առաջինն էինք, միակը չէինք, բայց հետո դարձանք նաև միակը։ Այս ճանապարհին համայնքապատկան կառույցը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը դատապարտված է նաև լինել միայնակ։ Երբեմն դու կարծում ես, որ դու ուզում ես լինել դաշնակից, համախոհ, բայց դու երբեմն դիտարկվում ես որպես մրցակից։ Միավորման համայնքային բանաձևը միշտ չի, որ աշխատում է։ Ես ուզում եմ մենք փաստենք այն հանգամանքը, որ ամեն ինչ միայն հաղթանակների ու հաջողությունների մասին չէ։ Ամեն ինչ առաջին հերթին դասերի մասին է։ Եվ ունենալով անգամ բոլոր հնարավոր ռեսուրսները, շատ դժվար է միանգամից մուտք գործել մի տարածք և փորձել միավորել բոլորին մեկ հարթության վրա։ Հոակների մեջ հկ էինք, հկների մեջ հոակ։ Շատ դժվար է հասկանալ, թե մենք ով էինք, և համայնքի համար, և իշխանության համար, և ընդդիմության համար, կապ չունի, որ կողմից նայում ենք, և նույնիսկ քաղաքացիության համար։ Երիտասարդական պալատը երիտասարդների հաղթանակների, բայց երիտասարդական ոլորտում համայնքապատկան կառույցի պարտությունների մասին է նաև, որովհետև երիտասարդական ոլորտում կարելի է բերել փոփոխություններ, բայց դա առաջին հերթին կարելի է բերել քաղաքասարակության մեջ, հասարակության մեջ, երիտասարդների, բայց ոչ կառույցների և ինստիտուտների մեջ։ Շենքը եկամուտ չի բերում համայնքին, որովհետև շենքը նպատակ ունի ծառայել որպես միջավայր։ Եվ պալատը նախ և առաջ մարդիկ են, պալատը նախ և առաջ երիտասարդներն են։ Եվ այս առումով մենք հարուստ ենք, թեև ֆինանսապես միգուցե ինչ-որ միտեղ զիջում ենք։ Պալատը բոլորի համար է։ Իդեպ երիտասարդական ոլորտը ամենախտրական ոլորտներից մեկն է, որտեղ այստեղ կան տարիքային խիստ սահմանափակումներ։ Բայց մենք շատ դեպքերում հիմնվում ենք կարիքի վրա։ Եվ երբեմն անտեսում ենք տարիքը անգամ, երբ որ այդ տարիքը շատ հստակ էր երիտասարդական ոլորտի դեպքում։ Այստեղ ամեն ինչ կամավորության մասին էր։ Համայնքային ոլորտ բերել կամավորական աշխատանքը և լինել կամավորական աշխատանքի առաջամարտիկներից մեկը, երբ որ բոլոր համայնքային կառույցներում կամ պետական կառույցներում երբեմն կամավորները դիտարկվում էին որպես ինչ-որ կասկածելի մարդիկ։ Պալատը սահմանների մասին է, հոակների անսահման սահմանների մասին է, որը երբեմն ոչ մեկը չի գիտակցում, և պալատը նաև շրջանակներից դուրս գործելու մասին է։ Մենք դուրս եկանք հոակների ընդունված մոդելից, որ մենք պիտի ունենանք մեր տարեկան աշխատանքային պլանը։ Մենք չունենք տարեկան աշխատանքային պլան, մենք ամեն օր աշխատում ենք։ Պալատը համագործակցեց նաև Շիրակի մարզի դատախազության հետ, դառնալով անչափահասների սոցիալականացման կարևոր կենտրոններից մեկը։ Այս մասին մենք շատ չենք բարձրաձայնում, բայց սա մեզ համար կարևոր ձեռքբերումներից մեկն է։ Մեր ծրագրերից ամենակարևորը Գյումրու կտավն է։ Ամեն տարի Գյումրու օրը մենք ստեղծում ենք մի կտավ։ Սա տարեգրություն է։ Եվ ամենակարևորն այն է, որ մենք չենք նկարում, մենք ուղղակի արտացոլում ենք այդ իրականությունը։ Եվ այս իրականության մեջ մեր բոլորի ձայնն է հավասար, առանց տարիքային, սեռային խտրականության։ Պալատը դարձավ համայնք, որտեղ մարդիկ փոխվում են, փոխվեցի նաև ես այդ համայնքում։ Եվ պալատը նաև մարդիկ են, որ փոխեցին մեր համայնքը, որովհետև այդ համայնքը սկսեց տեսնել երիտասարդական ոլորտում նոր միավորի, նոր տեսակի գործունեությունը։ Եվ պալատը գաղափարներն են, մենք շատ գաղափարներ ունենք և ունենք ծրագրային 0 դրամ ֆինանսավորում։ Խոսքը համայնքից ստացված ֆինանսավորման մասին է, բայց Գերմանիայի պետական աջակցությամբ մենք շատ հետաքրքիր ծրագրեր կարողացել ենք իրականացնել և շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին։ Ինչն է մեր մոտ ամենաշատը խնդիրները։ Հոակներում ամենաշատ բանը խնդիրներն են, բայց խնդիրները նաև ռեսուրսներ են։ Եվ այս ռեսուրսները կառավարելու համար պետք է լինել մի քիչ ստեղծարար։ Մենք կարողացանք թափոնից ստեղծել հագուստ և այդ հագուստը ստեղծելու պրոցեսը վերածել կրթական պրոցեսի։
Պալատում եթե չեն ստեղծում, ուրեմն վերաստեղծում են։ Այստեղ ամեն ինչ վերամշակվում է եւ մենք թափոնների կառավարման տեսանկյունից համայնքապատկան եզակի կենտրոններից մեկն ենք, որտեղ թափոնների կայուն կառավարման հետաքրքիր մոդել մշակեցինք երիտասարդների հետ։ Եվ այս առումով ուզում եմ ասել, որ երիտասարդների ձայնը լսելի է։ Իրականում լսելի է եւ մենք փորձում ենք երիտասարդական մեդիա հարթակի կամ ընդհանրապես բարձրաձայնելու շնորհիվ այդ ամբողջը փոխանցել։ Ուղղակի լսող է պետք, երբեմն չլսելու են տալիս, բայց այստեղ էլ է պայքարի լեզուն խոսելու, բարձրաձայնելու մեջ։ Երիտասարդը իրականում միշտ գիտի ինչ է ուզում եւ երիտասարդը միշտ պատրաստ է փոփոխությունների։ Եվ երիտասարդի համար ամենակարևորն այն է, որ այդ փոփոխություններին պատրաստ լինեն նաև մեծահասակները, այդ փոփոխություններին պատրաստ լինեն նաև այն կառույցները, որոնք թելադրում են սահմանները երիտասարդների համար։ Ինչ էր վերաբերվում անձի ինքնազարգացման եւ ամեն ինչին, իրականում երիտասարդները չեն սիրում, երբ որ իրենց սովորեցնում են։ Երիտասարդները սիրում են, երբ որ իրենց օրինակ են ծառայում։ Եվ սա ամենակարևոր փոփոխություններից մեկն էր, երբ որ դու սկսում ես գիտակցել, որ դու ինքդ պիտի փոխվես, որպեսզի կարողանաս փոփոխություն բերել։ Հա, այս մասին էր խոսքը։ Գերմանիայի պետական աջակցությամբ մենք ունեցանք մեր թիմ թատրոնը եւ բարեբախտաբար մնացինք աքաղաքական եւ ապաքաղաքական բոլոր հնարավոր հարթություններում։ Սա մեծագույն հաղթանակ է, երբ որ դու համայնքապատկան կառույց ես, որովհետեւ բոլորին առաջին հերթին թվում է, թե դու միշտ ազդեցության կրող ես, բայց մենք կարողացանք դուրս գալ այդ սահմաններից։ Իդեպ իրականում պալատական ընտանիք ունենալը բոլոր ժամանակներում առավելություն է եղել, մեր ժամանակներում էլ բացառություն չի, բայց այստեղ թաքուի լինելը քիչ է, այստեղ պիտի կարողանաս նաեւ դարպասապահ լինես։ Շնորհակալություն։